Ֆուտբոլում կրծքով խաղը ամենագեղեցիկներից է համարվում։ Երբ պարոն Բաղդասարյանը դա հասկացավ, Football Plus թերթի վաճառքները կտրուկ բարձրացան, հաճույք պատճառելով ամբողջ խմբագրությանը։ Ողջույն բոլորին։ Ինչ եմ ուզում ասել, եթե այս թողարկմանը տեսնեք կրծքով խաղ, չզարմանաք, մենք գեղեցիկի կողմնակիցն ենք։ Հայաստանի հավաքականը պատրաստվում է առաջիկա խաղերին, Ռոնալդուն հերթական մրցանակը ստացավ, որը վերջինը չէ, Մոհամեդ Սալահը Եգիպտոսում ժարիտ է անում, Վինիսիուսին էլ մեղադրում են սեքսուալնի մանյակության մեջ։ Մեր հետևորդներից Ռադիկը գրում է. Մի խնդրանք էլի, ես ձեր հավատարիմ երկրպագուներից մեկն եմ ու ուզում եմ հաջորդ հաղորդման մեջ խոսեք Բարսելոնայի եւ Հայաստանի հավաքականի մասին, սիրով կսպասեմ։ Նախ շնորհակալ եմ ջերմ կոմենտի համար, երկրորդը հավաքականի մասին այս վիդեոն ամեն ինչ ասում է։ Ես միայն կավելացնեմ, որ այս երկու խաղերը Հունգարիայի եւ Իռլանդիայի դեմ շատ հարցերի պատասխաններ կտան, օրինակ թե որքանով է այս կազմը հիմնային եւ պետքական ապագայի համար։ Կարծում եմ դա շատ կարեւոր է ընդգծել, ավելի կարեւոր, քան մրցաշարային հարցերն են։ Սա իմ կարծիքն է։ Տեսնենք ինչ կստացվի այս խաղերում, հետո անպայման կքննարկենք։ Ինչ վերաբերվում է Բարսելոնային, այդ թիմից շատ ենք խոսել, հնարավոր է այս անգամ էլ խոսենք ու խոսելու ենք անպայման, որովհետև դա համաշխարհային այն ակումբներից է, որ ամենամեծ հետաքրքրությունն է առաջացնում։ Այսքանով կարծում եմ փարատեցի Ռադիկ ջան քո ջերմ պահանջը, այսպես ասած, եւ կարծում եմ ժամանակն է քրքրել պորտուգալացի լեգենդին։ Քրիստիանո Ռոնալդուն շարունակում է մրցանակներ ստանալ, բայց այդպես էլ չի կշտանում, ոնց որ այն բիբարի երակը կերած պապի լինի, ախորժակը բացվել է ու գզում է։ Գլոբ, բայց ասա, որ Ռոնին շատ պրեստիժնի տղա է։ Իհարկե, դրա համար էլ պրեստիժնի մրցանակ ստացավ։ Պետք է խոստովանեմ, որ այսօր սեղանի առաջ նստած մտածում էի, թե ինչ պետք է ասեմ այստեղ։ Ինչ է նշանակում պրեստիժնի մրցանակ։ Դա նշանակում է լինել լավագույնը բոլոր առումներով քո երկրում։ Ինչ կա չհասկանալու։ Ինքը ուրիշ տեղ է տանում, մի խանգարի։ Մի պահ մտածեցի, կարող է սա կարիերայիս վերջին մրցանակն է։ Հետո ներվայնացա ու ասեցի. անհնար է, անհնար ոչինչ չկա, կարծեմ դու ես ասել մի առիթով, ես խոսքերիդ տեր չես լինում ընկեր։ Արա, բայց ինչ նախանձնես, թող տեսնենք ինչ ասում էլի։ Իբր չգիտենք էլի, ասելու է I am the best։ Այս մրցանակը կարիերայի ավարտ չէ, այն տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ արել եմ այս ընթացքում։ Ինչ ձանձրալի է, մի սկանդալային բան չկա, հեսա հետևորդները կանջատեն, այ ախպեր, կա, թեթևոտ։ Ես 22 տարի հավաքականի կողքին եմ, հաճախ եմ ասում, որ կցանկանայի խաղալ միայն հավաքականում, միայն, ուրիշ ոչ մի ակումբում, քանի որ հավաքականը ֆուտբոլիստի պիկն է։ Ինչ, ուզում ասի, առանց United-ում սատանա լինելու, Մադրիդի Ռեալի չեմպիոնների լիգայի գավաթների, Յուվենտուսում ժամանակավոր ապաստարանի ու վերջապես նավթադոլարների կարար իրան թույլ տալ այն, ինչ որ Երևանի փողոցներում առանց մի գրոշ կոպեկի անում են շատերը, շեյխերը անկյունում տխուր ծխում են։ Բա հələ այս մեկը լսի։ Անկեղծ եմ ասում, մի քանի տարի էլ եմ ուզում խաղալ։ Շատ չէ, ազնիվ խոսք։ Ես շարունակում եմ պնդել, որ նա շատ է ցանկանում պրոֆեսիոնալ խաղ անցկացնել որդու հետ։ Ինչ կասեք, հատկապես որ Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը։ Պատկերացրեք 1.5 տարի հետո Քրիստիանո Ռոնալդո մեծն ու փոքրը միասին խաղում են պրոֆեսիոնալ մակարդակում։ Ես կարծում եմ սա աշխարհի գավաթը նվաճելուց հետո նրա ամենանվիրական երազանքն է։ Երազանքը նաև խաղալ աշխարհի առաջնությունում Ամերիկայում։ Նրանք շատ մոտ են, մի քիչ ավելի մոտ, քան մենք։ Մեր նպատակն է հաղթել առաջիկա խաղերն ու մասնակցել մունդիալին։ Նա այնքան շատ է ուզում դա, որ անգամ ընտանիքին է դեմ գնում։ Ընտանիքս ասում է դու ամեն ինչի հասել ես, քեզ պետք է 1000 գոլի հասնես։ Թուլացի ու հաճույք ստացի։ Ինչ 1000 գոլ, այ ձեր ցավը տանեմ։ Գաղտնիք չի, որ նրա մեծագույն փորացավը աշխարհի գավաթը հաղթելն ու դրա հետ քնելն է։
Ինչևէ, ավելի ուշ Loud FM-ին տված հարցազրույցում նա անուղղակի կերպով իրեն համեմատել է Սամսոնի հետ, որի ուժը իր մազերի մեջ էր։ Նրա դեպքում էլ համարյա նույնն է։ Օրինակ, եթե ինձ տեսնեք առանց մազերի, ես նույն Քրիշտիանոն չեմ լինի։ Առանց մազերիս ես նման հաջողությունների չէի հասնի։ Մինչ Պեպ Գուարդիոլան, Լուիս դե լա Ֆուենտեն, Արնե Սլոտն ու Ֆանտոմասը փնտրում են իրենց հաջողության գաղտնիքը, առաջարկում եմ ծանոթանալ առաջիկա խաղերին, որից հետո Մուհամեդ Սալահն է իր բուրգերով, Իտալիան ու Գատուզոն խրամատների մեջ ու սեքսուալնի մանյակ Վինիսիուսը։ Հոկտեմբերի 11-ին Նորվեգիա, Իսրայել, Էստոնիա, Իտալիա խաղերին կարող եք հետևել։ Հոկտեմբերի 13-ին Իսլանդիա, Ֆրանսիա, Ուելս, Բելգիա զույգերը կխաղան միասին։ Աշխարհի առաջնությունը հաղթել ցանկանում է նաև Մուհամեդ Սալահը, ինչպես ասում են, «Мечтать не вредно, но осторожно»։ Եգիպտոսի հավաքականը ապահովեց իր տեղը մունդիալում։ Վերջին խաղում նրանք 3-0 հաշվով հաղթեցին Ջիբութիին ու կգնան Ամերիկա։ Լիվերպուլի հարձակվող Մուհամեդ Սալահը 2 գոլ խփեց։ Հետո էլ ասում ես, թե ճգնաժամը հասունանում։ Բայց այս օրերին Աֆրիկայում ոչ Եգիպտոսն է տոն տալիս, ոչ էլ Մարոկոն, որը որակավորման բոլոր խաղերը հաղթել է։ Բոլորը խոսում են Կապե Վերդեի մասին, որը շատ մոտ է պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Լիբիայի հետ խաղում նրանք պարտվում էին 3-1 հաշվով, երբ Վերդեցի Սինդնի Լոպես Կաբրալը արարեց այս հրաշքը։ Վերջում նրանք ոչ ոքի պոկեցին ու եթե վերջին տուրի խաղը հաղթեն, ապա առաջին տեղով դուրս կգան։ Մի պահ պատկերացրեք, այսօր նրանք ավելի ուժեղ են, քան Կամերունը։ Հայրենիքումս ֆուտբոլը զարգանում է։ Դու վերդեցի ես։ Պապս այնտեղ ծնվել, իսկ ես բնիկ Չարբախցի եմ, աղբերս։ Աֆրիկայից ուղիղ չվերթով տեղափոխվենք Ասիա, որտեղ էլ աշխարհի առաջնության ուղեգիր էր ձեռք բերել Ուզբեկստանի հավաքականը։ Այնտեղ եղավ մարշական փոփոխություն եւ ուզբեկներին գլխավորեց Ֆաբիո Կանավարոն։ Գատուզոն իմանալով այս լուրը միանգամից Facebook ստատուս գրեց. «Մազերդ լաքելու, հաճելի, օծանելիք ես ցանելու ու գնալու ես Ամերիկա աշխարհի խաղերին, իսկ ես դեռ խրամատներում եմ արա»։ Իսկապես, քանի որ իտալացիները պետք է շատ մաքարեն, որ հայտնվեն ԱՄՆ-ում, չնայած նրանց նախնիները շատ լավ փորձ ունեն ու արմատավորվել են այնտեղ։ Իտալացիները շատ կարևոր խաղ ունեն Իսրայելի դեմ։ Նախորդ խաղը շատ լավ հիշում ենք, երբ թրիլերային հանդիպում գրանցվեց 5-4 հաշվով Իտալիան հաղթեց ու այս մեկի դեպքում նույն սցենարն է սպասվում։ Երկուսն էլ 9-ական միավորներ ունեն ու պատահական չէր էլի, որ Գատուզոն ասում էր խրամատներում են։ Լավ, եկեք բուն ֆուտբոլից մի քիչ շեղվենք ու հարց տանք մեր երկարավիզ ընկերոջը։ Գլոբ, դու ընկերուհի ունես։ Երեք ենք բաժանվել։ Ի արա։ Դե ասեց, էդ ինչ հիմար գործ ես անում, գնաց ծրագրավորող դառի։ Լավ չի։ Բայց ուշադիր լսի։ Դուք էլ, ովքեր սինգլ են, նոյեմբերի 1-ին ավստրալական Սիդնեյ քաղաքում տեղի է ունենալու Golden Eagle ձիարշավը, որտեղ հատուկ կարգավիճակ են ունենալու միայնակները, այլ կերպ ասած, ամբաշարները։ Ես ու Գլոբը նույնպես այնտեղ կլինենք մեր կեսերին գտնելու հույսով։ Ջան, հայրենիքը վերադառնամ։ Բա ասում էիր Աֆրիկայից ես, արա։ Մորական կողմս Ավստրալիայից է, ասեմ ավելին, մաման կենգուրու էր։ Բացի մեզնից, ինչպես երևում է, այնտեղ է լինելու նաև Վինիսիուս Ջունիորը, որը կրկին կարծես սկանդալի եզրին է կանգնել։ Բրազիլացի մոդել Աննա Սիլվան հայտնում է. Վինիսիուսը սեքսուալնի մանյակ է։ Միանգամից ասեմ, որ սա հաստատված տեղեկություն չէ, բայց հերկված էլ չէ։ Դրա համար չենք բացառում այն, ինչ ասում է այս մեր կրծքաբաց բրազիլացի աջոնը։ Նա ինձ անընդհատ անպարկեշտ առաջարկություններ էր անում։ Կարճ ասած, ամբողջ օրը նրան միայն անկողինն էր հետաքրքրում։ Լավ է, եկեք տեսնենք, թե ինչ է ասում այս սկրինը, նամակագրությունը, որը հրապարակել է այդ աղջիկը։ Սեքսուալնի վիդեոներ ուղարկի։ Լսի, ես քո իմացածներից չեմ, որ երբ ուզես ուղարկեմ, դու պետք է արժանանաս դրան, երբ խոսում ենք անաբուր բաներ ես ուզում, տենց չեղավ, դրա համար կարաս OnlyFans գրանցվես, կամ այցելես
Փորնոկայքեր։ Դու շատ էգոիստ ես։ Այդ վերջինը ճիշտ է նկատում, բայց վինին շախ ու մատ է անում։ Կներես, baby, ես քեզ շատ լավ հասկացա։ Մեր շփումը մեջտեղի ոտքից սկսվեց, իմ սխալն է։ Հուսով եմ ամեն ինչ կուղվի։ Հարգանքը պետքա առաջնային լինի։ Զգաց, որ գցել է ոտքին, բայց արդեն ուշ էր։ Ամենահետաքրքիրն այն է, որ Վինիսիուսի կողմից ոչ մի հերքում այսպիսի բաների համար չկա ու դա տեղ է տալիս կասկածելու։ Ինչևէ, ես գնահատական չեմ տալիս, ճիշտ է, սխալ է, ամեն դեպքում այդտեղ ոչ մի ողբերգական բան չկա, բայց մեզնից հասնում է ընդամենը ցկալ այդ ամենի վրա ու անցնել առաջ։ Մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրը։ Դանիան 6 անպատասխան գնդակ ուղարկեց Բելարուսի դարպասը, Ռասմուս Հոյլունը դուբլ գրանցեց, բայց կան կատաղածը։ Да не прекрасно. Если такой бардак... Շոտլանդիան 3-1 հաշվով հաղթեց Հունաստանին, հաղթանակը պոկելով խաղի վերջին րոպեներին։ Ֆարերյան կղզիների հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մոնտենեգրոյի դարպասը։ Իսկ Ավստրիան անկուշտի պես 10 գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, ապացուցելով, որ արյունով գերմանացի են։ Այս անգամվա համար այսքանն էինք պատրաստել։ Հուսով եմ ձեզ դուր եկավ մի քիչ հուժանոտ այս թողարկումը, բայց կարծում եմ չափը չեն կանցել, որովհետև իսկապես ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Դուք անպայման հիշեք, որ ձեր աջակցությունը մեզ անգնահատելի է, որը իհարկե հետո հաստատ ձեզ վերադառնում է։ Չնայած հիմա էլ է վերադառնում, որովհետև մենք աշխատում ենք միայն ձեզ համար։ Լավ եղեք, անպայման կհանդիպենք մի քանի օրից։